Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Նավասարդ կամ հայկական նոր տարի օգոստոսի 11-ը քարահունջ զորած քար էր։ Արդեն տարիներ շարունակ շատ-շատերի համար այս միջոցառումը դարձել է հստակ օրակարգ։ Ինչու օգոստոսի 11, ինչու քարահունջ, որ թվականն է ըստ հայկական ամանորի, ինչ է փոխվել տարիների ընթացքում եւ ինչ է սպասվում։ Ինչպես են դիմավորում նավասարդը, կխոսենք մեր ֆանտաստիկ հյուրի հետ, հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գևորգյան։ Լույս առավոտի, պարոն Գևորգյան, շնորհակալություն, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Մենք հասցրեցինք այսպես տեսախցիկների այս մաստեր-կլասեր ստանալ, որ մենք ենք տիեզերքի հետ կապված եւ այսպես շնորհք այսպես գոտեպնդվեցինք, տեղեկացել, բայց նաեւ ուզում ենք մանրամասն մեր հեռուստադիտողների համար պատմեք ինչ է նավասարդը եւ գանք այսպես ակունքներից, ինչու օգոստոսի 11-ին։ Այո։ Ուրեմն մարդկությունը հնագույն ժամանակներից փորձել է ժամանակահաշվել։ Եվ զարմանալի մի բան է, հիմա հետազոտողներն են դրա մասին փաստում, որ ասենք 3000 մեր թվարկությունից առաջ 5000 ավելի շուտ, ուրեմն մարդիկ իմացել են, որ տարին 365 օր է։ Սա շատ հզոր գիտելիք է եւ դժվար թե այն զարգացվածության մակարդակում, որ կար այդ 5000 տարի, տենց են մտածում, էլի մարդկությունը կարողանար սա համակարգել իրեն գիտության մեջ։ Այս խնդիրը ուրեմն բոլոր համաշխարհային հետազոտողների ուրեմն ուշադրության մեջ է, որտեղից այդ գիտելիքները։ Այն սկզբից Հերոդոտը ուրեմն ասում է ինչ որ հյուսիս-արևելքից ինչ որ ժողովուրդ է եղել, այդ գիտելիքները բերել է ուրեմն Հելիոպոլիս անու քաղաք։ Եվ տվել է այդ եգիպտացիներին, էլի, անուն, եգիպտական անունն է Հելիոպոլիսը հունական։ Ու այդ խնդիրը մինչև հիմա բացահայտված չէ, ոնց կարելի է, որտեղ շատ բարդ բան է ժամանակը հաշվարկել, որտեղ հետագայում մարդիկ չեն կարողացել հաշվարկել, հաշվել են լուսնով, արևով եւ չի ստացվել այդ բոլոր ուրեմն տոմարական հաշվարկները, ժամանակահաշվարկները սխալական են հետագայում դուրս եկել, ամենա բանը, որ դուք երևի գիտեք, այն հին ու նոր տարի ենք, չէ՞ անում։ Հունվարի 13-ին հին նոր տարին է։ Ուրեմն դա ինչ է, հուլյան ուրեմն տոմարն է, հուլյան կալենդարը, օրացույցը, կալենդար հայերեն բառը, դրա համար ես օգտագործում եմ կալանդար։ Մենք Եվ սա ձեր եթերն է, ես Անահիտ ուղղակի ես։ Չէ, ես անպատասխանատու բաներ երբեք չեմ խոսում, իրոք դա այդպես է, որտեղ դրա տերը մենք ենք այդ տոմարագիտության։ Մի խոսքով, ուրեմն հուլյան կալենդարը մեր թվարկությունից առաջ 46 թվականին Սոզիգենեսի հիմնարկմամբ Հուլիոս Կեսարի հրամանով հիմնարկվեց, որ մարդիկ ժամանակ ունենան, հաշվեն տոներ անեն, պլանավորեն իրենց տարեկան միջոցառումները եւ այլն, հա։ Եվ դա այդ հունվարի 1-ով հիմնարկված իմիջիայլոտ Երկդեմ Յանուսի օրն է այդ օրը հունվարի 1-ը, Հուլիոս Կեսարը երևի շատ հարգել սիրել Երկդեմ Յանուսին, հա։ Համար էլ այդ օրը ուրեմն հիմնարկվեց իր այդ հունվարի 1-ը, թե ինչ օր է դա, ինչ որ մի բան պետք է լինի, չէ։ Մեջա ոչ մի աստղագիտական բան տվյալ գոյություն չունի։ Մի խոսքով, այդ տոմարը մինչև 1582 թվականը ուրեմն գործածել են բոլոր ժողովուրդները, այսպես ասած։ Այն ժամանակ հռոմեական կայսրություն, հա, ուրեմն նրա տակ գտնվող համագործակցող ժողովուրդները բոլորը ուրեմն օգտագործել են այդ տոմարով են ապրել, հետո եկել են 1582 թվականին տեսել են 10 օր սխալ է։ Ճիշտ չի։ Նոր այդ 10 օրը վերահիմնարկել են, վրեն են դրել, ոնց որ ասած, եւ դառել է ինչ գրիգորյան տոմար։ Ինչը հիմա մենք այդ գրիգորյան տոմարում ենք։ Հիմա վերադառնանք նավասարդյան տոմարին։ Այստեղ մի հատ հետաքրքիր բան է կատարվել, երբ ամբողջ ուրեմն քաղաքակիրթ Եվրոպայում 10 օր սխալ էր, դրանից 500 քանի տարի առաջ, մոտավորապես 600, այսինքն 1084 թվականին Հովհաննես Իմաստասերը
ուրեմն կարգավորում է այդ սխալական տոմարական ցանկերը եւ անշարժ տոմարական նավասարդյան հենց օգոստոսի 11-ով հիմնարկված, ուրեմն տոմարա տալիս աշխարհին, առաջին հերթին մեզ։ Սա հրաշք կա, հետո Իրանից հետո նույն մեթոդիկայով, հա, այդ ուրեմն Ռոմը, Վատիկանը մի խոսքով վերցնում է այդ գրիգորյան տոմարն է։ Վերահիմնարկում ուղղակի օրը օգոստոսի 11-ն էր, այնտեղ արդեն օրը փոխված է դեկտեմբերի 25-ը։ Պարոն Գևորգյան, Քարահունջը հաճախ ներկայացվում է ոչ միայն որպես հնավայր, այլ որպես աստղադիտարան։ Ինչ փաստեր են ամենաշատը խոսում այդ վարկածի օգտին եւ ինչ հարցեր դեռևս բաց են մնում։ Ուրեմն փաստարկը իհարկե քարերի աստղացույց լինելն է, չէ՞։ Այսինքն դու չափագրում ես, եթե արդեն այդ տոմարական ուրեմն տարեկան աստղաշարժի մասին գիտես, հա, հիմա շատ իմջալուց ավելի դյուրին է դարել, քան թե առաջ էր, էլի։ Ինչի համար, որտեղ համակարգչային աստղային ծրագիրներ կա, դու ճշգրիտ կարող ես վարկյանի ճշգրտությամբ հասկանալ, որ աստղը տարվա որ եղանակին, ամսին, օրվան, որտեղ կլինի այդ կոորդինատական ցանցի, որ ասենք ժամային գոտու վրա է եւ այլն եւ ինչպես քարահունջի քարերը միտված կլինեն նրանց ինչ ազիմուտներով, ինչ ցակումով, ինչ հակումով, ինչ բարձրությամբ եւ այլն, հա։ Տվյալ դեպքում արդեն հարցեր չեն առաջանում, երբ որ մասնագիտական առումով այդ հարցը ուրեմն հետազոտում ես, մենք նորից կրկնեմ Քարահունջը հետազոտված է Պարիս Հերունու, Էլմա Պարսամյանի, Բաչկարյովի, Ալեքսանդր Բաչկարյովի կողմից բոլոր մասնագետ մարդիկ են եղել, այո, միջազգային ակադեմիայի պրեզիդենտ է Բաչկարյով աստղագիտության։ Ես նմանապես ուրեմն կանչեցի Նովոսիբիրսկից աստղագետ Ելենա Գենկոին, հա, եւ նույն չափագրումները արեցինք ոչ միայն Քարահունջում, ասենք մենք առաջ գնացինք նաեւ Տաթևում, Հաղարծինում, Որոտնավանքում եւ հանկարծ բացահայտվեց, որ մեր բոլոր եկեղեցիական համալիրները ուրեմն աստղացույց են, խորանները եւ լուսամուտները եւ խորանի մնացած բացվածքները, լուսամուտները ուրեմն կոնկրետ աստղային ցուցմունքներ են տալիս եւ ոչ միայն աստղային, նաեւ արևային, ասենք գարնանային գիշերահավասար, արևային ամառային արևադարձ, աշնանային գիշերահավասար, ձմեռային արևադարձ։ Օրինակ դուք էլ կարող եք այդ արևադարձի օրը գնաք, ասենք ամենահեշտը կարելի է դիտարկել Օհանավանքում, ամեն մոտիկ է, էլի։ Ուրեմն ինչա կատարում, այնտեղ այդ նախագավիթում գմբեթ կա 12 սյուներով նկատած կլինեք, արևը պետք է գա 170 ազիմուտ, այսինքն երկրի այդ հարավային կողմի կենտրոնում իրա, երբ որ ինքը հասնում է այդտեղ, այդ արևի ճառագայթները սկսում է համակարգել եկեղեցու ճարտարապետությունը, ուրեմն մի դեպքում, եթե գլխավոր եկեղեցին ենք վերցնում, այնտեղ այդ բացվածքները գալիս են երկու արևային ճառագայթներ միանում են, հետո գնում են այդ դասի վրա կանգնում են, խորանի դեմ դիմաց, հատուկ տեղ կա, էլի գնում կանգնում են։ Եթե այդ միևնույն ժամանակ մտնում ենք նախագավիթ, տեսնում ենք ժամացույցի պես, այսպես կլոր այդ ուրեմն շող կա, այսպես գալիս է եւ իրեն ճշգրիտ ժամին, երբ որ հենց այդ վարկյանի պետք է լինի գարնանային գիշերահավասար կամ ամառային եւ այլն, գալիս կանգնում է եւ քեզ ցույց է տալիս, որ կայացավ այդ կարևոր տարեկան ուրեմն երևույթը։ Իսկ կա հստակ օր, երբ է, թե Իհարկե կա, նորից եմ ասում։ Եթե այդ բանը բացահայտում ես, դու հասկանում ես ոնց է ցույց տալիս, դու ուրեմն արևով կարող ես գազ տեսնել այդ կարդինալ խաչի ուրեմն կայացումը։ Դա հերիք չի 5-րդը կա, դա արդեն բացահայտում է, որ արևը տարեկան ուրեմն հնգաքայլ է, ոչ թե 4-ակայլ։ Չխորանանք դրա մեջ, որտեղ դա մի քիչ չի հասկացվի, ամենայն դեպս ուզում եմ ասել, որ մեր Քարահունջից սկսած
Ինչու ենք մենք քարահունջ ասում, որտեղ մեր իմացած ամենահին բանն է, որ ածխացույց է, իհարկե նմանատիպ բաներ պետք է որ շատ լինեն, եթե դրանով լուրջ զբաղվենք, մենք այլ տեղեր նույնպես կգտնենք, բայց զարմանալին դա չէ, դա ավելի զարմանալի է այդ գեր ճշգրտությունը տվյալ ուրեմն աստղային ցուցմունքների, որ կազմում է ժամանակի ուրեմն համակարգը, հասկանում եք, համակարգային ստույգ, համակարգային եւ կետից կետ բերում է 365 օրը լրում է հստակորեն։ Պարոն Գևորգյան, վերջին տարիներին նավասարդի տոնակատարությունները քարահունջում մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Ձեր կարծիքով մարդիկ պարզապես հետաքրքրված են պատմությամբ, թե փորձում են վերագտնել իրենց ազգային ինքնությունը։ Գիտեք ինչ կա, առաջին հերթին ամեն հայ, որտեղ ինքը հայով է, չէ՞, ես բացատրեցի, չէ՞, որ հայել նշանակում է ներքևից վերև նայել վերևից ներքև, տեսնել, հիմա մենք տեսնում ենք իրար, ուղիղ նայվածքն է եւ դիտարկել բոլոր ուղղություններով։ Ուրեմն ամեն հայ դրա համար, այսինքն հայ ազգի անունը դրել են որպես աստղադիտորդ։ Ինչու, որտեղ ունեցել է տոմարական այդ աստղային հաշվարկները եւ դիտարկել է երկինքը բոլոր ժամանակներում, պատկերացրեք, որ մեկ աստղապտույտը, մեկ աստղային տարին 25920 տարեկան է երեխաներ ջան։ Հիմա այստեղ արդեն խնդիրներ է մեր մոտ առաջանում, հետազոտողների մոտ, այսինքն 25920 տարի առաջ քաղաքակրթություն, եւ այդ խնդիրը երբ որ դիտարկում ես, եւս մի հարց է առաջանում, բարձր որ մեկ բարբերաշրջանի ընթացքում հնարավոր չէր այդ գիտելիքը հիմնարկել, չէ, հասկանալ, ստուգաբանել։ Այսինքն անգամներ պետք է անենք մենք այդ 25920 տարի եւ զարմանքից քարանանք, որտեղ պատմագիտությունը այդպիսի բան չի ասում մեզ։ Ուրեմն ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ մարդիկ աչքաթով են արել։ Պարոն Գևորգյան, իսկ ինչպես են դիմավորում նավասարդը կա, մենք ամանորը ինչպես ենք դասական, պրոտոկոլային ձևով տոնում ամանորը, նշում, փոխվում է այդպես ժամը 12 օրը, փոխվում է, գիշերն ենք դիմավորում։ Նավասարդի դեպքում կան ինչ որոշակի հատկացուցիչներ։ Կան, պատմագիտությունը տվել է, օրինակ ես Սյունիքից վերեմ օրինակ, ինչպես են այնտեղ արել։ Դա ամենուր է իհարկե կատարվել, քանի որ դրա պատմական հիշողությունը կա, ասեմ դες։ Ուրեմն նախ սպասել են այդ օրվան, հա, բարձրացել են օրինակ այնտեղ Սյունիքում Ուխտասար են բարձրացել, Հայկի ուրեմն աստղին են սպասել, Ալֆան, գլխավոր աստղը, Հայկի ուսը երբ որ դուրս է եկել, ինքը կարմիր վառվող աստղ է։ Արևից 500 անգամ մեծ է։ Տիեզերքի արև են իրեն կոչում, հնում որ ինքը տիեզերքի արև։ Հենց ինքը դուրս է եկել, իրանք կրակը վառել են, եկել են թոնիրները այդ կրակով։ Ուրեմն վառ ու սկսել է այդ տոնակատարության սկիզբը։ Պատկերացնում եք, դա այն օլիմպիական իմիջիայլոց նավասարդի օրերին հենց սպորտային, այո, այդ օլիմպոսն է ինչն է բաման, բոլորը վերցրած է Հայաստանից, մերը մոռացվել է, ժամանակին այդպես եւ այդ տոնակատարությունները իմիջիայլոց 15 օր տևել է, որովհետեւ դրանից հետո 22-ին, օգոստոսի 22-ին աստղիկը պետք է գա, մինչև աստղիկ տարել են էլ այդ տոները, ամսի 5-ից մինչև 22-ը, այսինքն ավելի շատ։ Եվ նաև եղել են սպորտային խաղեր։ Եղել են հյուրասիրություններ, դրա համար ժամանակին Հայկից հետո եղել է Վանատուրը, եղել է Արամազդը, այդ տոնակատարության։ Այդ դրույթը եղել է տարբեր ուրեմն զարգացվածության եւ տարբեր տեսանկյունների, տարբեր ավանդապատումների ժամանակ, որտեղ կորցրել ես հիմնարար գիտելիքները եւ այլն, այդ տվյալ ժամանակ մարդիկ այդ Վանատուրի ուրեմն
այդ հյուրասիրությունը մինչև հիմա էլ մնացել է, բայց մի ժամանակ Հայկից հետո Վանատուրն ա եղել, Վանատուրից հետո Արամազն ա եղել, հետո կորցրել ենք այդ բան չի եղել, բայց հիմքը գտնվում է Հայկը, այսինքն գաթա են թխել, գաթայի վրա խաչ են արել, աստղային կնիկներ են ունեցել տատիկները, մամիկները, գաթա են թխել, խփել են վրաները եւ այլն, ուրեմն եւ համաժողովրդական տոնակատարություն է եղել ու միշտ է եղել, ասեմ ձեզ, տարբեր ժամանակներ փորձել են ժողովրդի ձեռքից վերցնել, բայց անընդհատ ինքը վերականգնվել է, անընդհատ է վերականգնվել։ Հիմա դրա համար հարցնում եք ինչու ժողովուրդը, որտեղ իր գենետիկի շոյությունն է։ Իր ծինն է, Հայկը իր ծինն է։ Հիմա մենք ասենք այնտեղ արկա դուք տեսնում եք Հայկի գալուստը, այդ Նավասարդի օրը հենց Կարահունջում։ Եթե մենք գնանք Տաթև, այնտեղ կտեսնենք եւ Տաթևում ցուցմունքը կտա խորանը, ցուցմունքը կտա ամենագլխավոր աշխարհի պորտի սյունը, զրոյական կետն է ինքը։ Սյան վրա է գալիս կանգնում մի հատ դրանից է սկսել իմ ամբողջ պատմությունը 2008 թվականին ես դա հայտնաբերեցի, հետո պարզվեց որ Հայկն ամենուր է, եւ խորանների, եւ սյուներ կան այլ, որի ցուցում են, էլի, բայց գլխավոր սյունը դա Տաթևի ուրեմն գավազանասյունն է, որը հայրապետական գավազան հետակայում դառը, դրա նախատիպն է, էլի։ Սա արդեն եթե մի քիչ խորանանք այդ պատմությունը հասկանանք ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Պարոն Գևորգյան, եթե Նավասարդի խորհուրդը փորձենք փոխանցել այսօրվա երիտասարդներին, ապա որ արժեքները կառանձնացնեիք որպես ամենակարևոր ուղերձ։ Հայկի արժեքը։ Հիմա ես երկար 26 տարի է այդ խնդիրը ուզում եմ մտածել, լավ ոնց անենք, որ այս երիտասարդները նայեն, որտեղ իրանք ասում են մեզ ուրիշ բան է հետարքիր, հա։ Եվ տենց էլ կա, որտեղ ժամանակին, ասենք, ես էլ եմ երիտասարդ եղել եւ ինձ ուրիշ աշխարհ է հետարքրել, ինձ ամենևին նմանատիպ բաներ երևի թե այն ժամանակ չունեի, ոչ թե չէր հետարքրում, ժամանակը եւ իրադարձությունները ինչ չէին թվում, նոր էին կյանք մտել։ Հիմա պետք է մտածել, թե ոնց անել, որպեսզի երիտասարդներին, երեխան, բոլոր սերերը ուրեմն հասակի մարդկանց կարողանանք հետ բերել այդ ամեն ինչը 26 տարի շարունակ ես այդ խնդիրը մտածում էի, տարբեր ֆիլմեր ենք նկարել, ուրեմն հոդվածներ է գրվել եւ այլն, բայց պարզվում է, որ ամեն մարդ չի կնստի կնայի այդ ֆիլմերը, իրեն չի հետարքրում, հասկանում եք, մանավանդ երիտասարդները, էլ։ Դրա համար վերջապես ստացվեց, ես գրեցի, ես հեղինակում եմ երգեր, ունեմ շուրջ 15 տարեկանից երգեր եմ, առաջի երգս գրել եմ մոր մասին 15 տարեկանում, մինչև հիմա ունեմ շուրջ 40 ստեղծագործություն։ Եվ հանկարծ ծնվեց Նավասարդ տարիներ առաջի դեպ, նույնիսկ չեմ հիշում երբը, բայց մի ասենք երևի 5 տարի առաջ Նավասարդի երգը ինքը գալիս է, այդ երգը գալիս է, ընդհանրապես ստեղծագործողը գիտի, որ դու չես կարող որևէ բան հիմնարկես, եթե այնտեղ կապը չլինի, ինքը գալիս է, ու ինքը ստեղծվեց, եւ բառերը եւ երաժշտությունը երկար ժամանակ ես մտածում եմ ինչպես կարող եմ ես այն ներկայացնել, Անահիտ ինձ լավ կհասկանա, ինչու համար, որտեղ իր ֆորմատը շատ մեծ էր, ընդլայնում էր, դա փոփ երաժշտություն չի, որ մի քիչ ավելի հեշտ լինի, հա, եւ վերջապես այդ տեխնոլոգիաները զարգացան եւ ես կարողացա այդ տեխնիկական միջոցներով անել երգը եւ երգից հետո նաեւ արդեն ասած տեսավորվեց այդ անիմացիան, որը արդեն մենք արել ենք, շուտով կներկայացնեմ եւ կտեսնեք եւ այնպիսի մի ֆորմայով ենք արել, որ ամեն մարդ նայի, առաջին հերթին երեխաները։ Ես հիմա դրա մասին երկար չեմ խոսա, որտեղ պետք է նայել։ Հաջորդ եթերին վստահ առիթ ունենան։ Հաջորդ եթերին բոլորը արդեն դիտած կլինեն, դրա համար արդեն կխոսենք այդ հետադարձ կապի մասին։ Ես դա եմ ուզում ասել, Անահիտի հարցից եմ ուզում ասել, որտեղ պետք է մարդուն հետարքրի ուշադրություն, այն ժամանակ ռեզոնանսը կգա, հա, եւ այդ դենթեն, այո,
եւ ձեն կտա։ Այն մնացած բաներն էլ հետ է, որտեղ մենակ դա ընդ չի էլ։ Միանշանակ։ Շնորհակալ ենք շատ օրը մեզ հետ սկսելու համար, բովանդակային ինֆորմատիվ եթերեր մեզ մոտ։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Մենք կունենանք գովազդ եթերում, որից հետո կդիմավորենք մեր հաջորդ հյուրին։